Et je n'avais plus besoin de la mémoire des autres pour me souvenir. Zakarian Agop, Zakarian Araxi, Adna et Gayané Bouloutian. Zakarian Azad, fils d'Agop et Araxi Zakarian. Ողջույն, բարի գալուստ Reopen Media, ես Հասմիկ Առաքելյանն եմ, այսօր սիրով տեսակապով պատրաստվում եմ միանալ Մարսել, որտեղ ինձ սպասում է կինոռեժիսոր, պրոդյուսեր Պատրիկ Մալաքյանը։ Բարև Պատրիկ։ Պատրիկ, ձեր հայրը Անրի Վերնոյը հայոց ցեղասպանության հիշողության պահպանման, գաղթականի կյանքի եւ Թուրքիայի հանդեպ անզիջում վերաբերմունքի հարցը դրել է իր ֆիլմերի, մասնավորապես հանրահայտ Մայրիկ ֆիլմի հիմքում։ Այսօր Հայաստանը կարգավորում է հարաբերությունները Անկարայի հետ։ Ըստ ձեզ, այսօր այս նոր իրականության մեջ ինչ արձագանք ունի Վերնոյի հայի եւ Վերնոյի արվեստագետի թողած ժառանգությունը։ Ինչ կասեր նա։ Écoute, alors dans un premier temps, le film est Նսեք, այո, ֆիլմը ձեր նկարագրած բովանդակությամբ է, բայց այն նաև ինտեգրման մասին է։ Այն մասին, թե ինչ էր նշանակում այդ ժամանակ լինել հայ եւ ինտեգրվել նոր երկրում։ Դա կապված էր հորս անցյալի պատմության հետ, բայց նաև նրա ներկայի եւ ապագայի պատմություններ ներկայացնում։ Աշխարհակարգը փոխվում է։ Դրանից խուսափել հնարավոր չէ։ Արդյունքն հավանություն կտար։ Եթե հարցն այն է հավանություն կտար թե ոչ, միայն ինքը կարող էր պատասխան տալ այս հարցին, դա հաստատ։ Հայրս միշտ եղել է հիշողության պահպանման մարտիկ։ Ես գիտեմ նաև, որ նա միշտ համոզված էր, Թուրքիան երբեք պաշտոնապես չի ճանաչի ցեղասպանությունը։ Եվ այդ իրողության մասին նա կարիք չէր էլ տեսնում բարձրաձայնելու։ Այսինքն միջամտելու ցանկություն չկար մի երկրի քաղաքականությանը, որն ի վիճակի չէ ճանաչել իր իսկ արածը, առերեսվել իրականության հետ։ Դրա մասին ես էլ եմ բազմիցս խոսել։ Այսինքն մենք գիտենք, որ հայոց ցեղասպանություն իրողություն է, մեզ այլ ապացույցներ պետք չեն, դա փաստ է։ Իսկ թե արդյոք այս կամ այն երկիրը ճանաչում է այն, դա արդեն իրենց խնդիրն է։ Իսկ այսօր իրավիճակն այլ է։ Կա երկու ուղղություն՝ տնտեսական եւ աշխարհագրական։ Այսօրվա իրողությունները տարբերվում են 1915 թվականի իրողությունից։ Եվ հետևաբար պետք է դա իգիտություն վերցնել։ Պետք է տանաչել սեփական անցյալը, բայց չպետք է դրա վրա հենվել, որովհետև հակառակ դեպքում մենք համակարգված կերպով ամեն ինչից հետ կմնանք։ Այսպիսով, արդյոք մեզ պետք են հանգիստ հարաբերություններ Անկարայի հետ։ Հավանաբար այո։ Ակնհայտ է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ այն ամեն ինչ տեղի ունեցավ այս վերջին 5 տարիներին Հայաստանի հետ, ես մեղմ կլինեմ ասելով Ադրբեջանի պատճառով էր։ Բայց իրականում այս ամենը Թուրքիայի հետ է կապված, իսկ Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի ուրվականն է։ Այսպիսով այս հարաբերությունների կարգավորման դիրքորոշումը կա, եւ մենք ոչինչ անել չենք կարող։ Հետևաբար այո, փորձել հանգստացնել այդ հարաբերությունների լարվածությունը, իսկ այդ ընթացքն օգտագործել վերականգնվելու, հզորանալու, աշխարհում Հայաստանի դիրքերն ամրապնդելու նպատակով, որպեսզի կարողանանք ապագայում այլ կերպ պաշտպանվել։ Երբ ասում եմ այլ կերպ, նկատի ունեմ, որ մենք գիտենք, եթե հանկարծ վաղը նոր պատերազմ լինի, ապա Հայաստանն այսօր ի վիճակի չէ ռազմականապես պաշտպանվելու։ Մենք այսօր ի վիճակի չենք դա անելու։ Եվ ինքնապաշտպանվելու միջոցը միայն ռազմական ճանապարհը չէ։ Օրինակ, այլ երկրների հետ հարաբերություններ պահպանելը, դիվանագիտական ասպարեզում ավելի կարևոր դերակատարում ունենալը, կարծում եմ թույլ կտա Հայաստանին մի փոքր կայունացնել իր վիճակը եւ այդ ընթացքում ուժեղանալ բոլոր ուղղություններով։ Se renforcer à tout point de vue. Իսկ ինչ կասես Հայաստանի կառավարության վերջին որոշման մասին մուտքի եւ ելքի կնիկներից Արարատ լեռան խորհրդանիշը հանելու վերաբերյալ։ Je crois que ce sont des querelles. Կարծում եմ դրանք տարական դասարանի վեճեր են։ Այսինքն ես կարտացել եմ որոշ քաղաքական կուսակցությունների արձագանքները, որ ասում են, սա աղետ է, որ Հայաստանը հանում է Արարատի պատկերը։ Լավ, բայց դա միշտ չի, որ եղել է կնիկների վրա։ Հասկանում եք, եղել են ժամանակներ, որ այն կնիկների վրա չի եղել, եւ նույնիսկ կնիկը հայերեն էլ չէր, ռուսերեն էր։ Կարծեմ 2005 թվականին է ներդրվել այն։ Voilà. Donc non mais c'est-à-dire que qu'est-ce que ça veut dire alors Այո, այսինքն ինչ է սա նշանակում։ Ուրեմն հանում ենք Արարատ լեռը կնիկից։ Ախ, ինչ ամոթ։ Չէ, բայց սպասեք, միայն դա ունենք ասելու։ Սա է մեր գործը, քննադատելը։ Դե ինչ է լինելու։ Վաղը Հայաստանի պաշտպանության նախարարը մեքենա կնստի, ձախ դռնից օգտվելու փոխարեն աչը կբացի։ Աստված իմ ինչ աղետ է, չէ։ Դադարեցրեք։
Տեսնում եք իմ հետևում։ Ահա, Արարատ լեռը ֆիզիկապես իմ կողքին է, այն իմ սրտում է, եւ ես կարիք չունեմ դպրոցական դասարանի մակարդակի վեճի մեջ մտնելու, արդյոք այն պահպանենք մուտքի կնիքի վրա, թե ոչ։ Մեզ միշտ թվում է, թե կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք։ Մենք չունենք այդ իշխանությունը։ Կառավարությունը, որ մեկն էլ լինի, չունի այդ իշխանությունը։ Պետք չէ անտեսել մեր տեղը քարտեզի վրա, աշխարհագրական դիրքը։ Այսինքն, մենք գտնվում ենք երկու շատ ուժեղ երկրների կողքին, կախված ենք եղել հյուսիսում գտնվող մի երկրից, որը չափազանց ուժեղ էր։ Ու մենք այնպես ենք անում, ասեց հիմա, չէ, մենք արդեն բավականին մեծ ենք մենակ լինելու համար։ Ոչ։ Իդեպ, ոչ մի երկիր բավականաչափ մեծ չէ մենակ լինելու համար։ Թուրքիան ինչքան էլ ուզում է ատամ ցույց տա, նա Միացյալ Նահանգների, Եվրոպայի կարիքն ունի։ Ռուսաստանը իր երթին այլ բաների կարիք ունի։ Մենք բոլորս միմյանցից կախված ենք։ Ոմանք ավելի կախված են, քան մյուսները, բայց կախում ունեն։ Մենք հայերս ավելի կախյալ ենք, որովհետև պարզապես դեռ չունենք անհրաժեշտ ուժը, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ չափազանց շատ ենք ուզում ակնթարթային արդյունքների հասնել։ Ահ, մենք կվերազինվենք, օքեյ, հիանալի է, վաղը կարող ենք պատերազմ գնալ։ Չէ, սիրալիս, վերազինվելը նշանակում է տարիների ու տարիների տեխնոլոգիայի կիրառման աշխատանք։ Այսօր մենք կարողանում ենք նորագույն տեխնոլոգիաներով զբաղվել, սեփական անօդաչուները ստեղծել ռազմական կարողություններ ամրապնդելու համար։ Իսկ դա ժամանակ է պահանջում։ Պետք է դա էլ հաշվի առնել։ Եթե մի բան կա, օրինակ, որ ռուսներն անում են եւ շատ լավ են արել, եւ մենք պետք է այդ ժառանգությունը ունենայինք, որովհետեւ այնքան կախված ենք եղել նրանցից։ Այնպես որ ամեն ինչ ժամանակ է պահանջում։ Պետք է ունենալ շատ երկարաժամկետ տեսլական, ոչ թե կարճաժամկետ։ Կարճաժամկետ տեսլականը ինձ համար սկանդալ սարքելն է, որովհետև երկիր մուտքի կնիքից հանում ենք Արարատ լեռը, դա կարճաժամկետ տեսլական է, որն ուղղակի սնուցում է այն, ինչ կա այս սփյուռքում, որի մասին ես գրառում էի արել իմ Facebook-ում։ Կողմ լինես, դեմ լինես, պետք է սոլիդար լինես։ Այսինքն անպայման պետք է լինել կամ կողմ կամ դեմ։ Ինչ է դա նշանակում։ Ես կողմ չեմ, դեմ չեմ։ Այո, ես այս կառավարության որոշ բաներին կողմ եմ, որոշ բաներին դեմ, բայց մի բան հաստատ է, ես համերաշխ եմ իմ երկրի հետ, ոչ թե կառավարության։ Եվ սա է Սփյուռքի դերը։ Մենք միշտ մեզ համեմատում ենք հրեական Սփյուռքի հետ, բայց հրեական Սփյուռքը երկրի թիկունքին է, անկախ ամեն ինչից, հատկապես այսօր։ Ես շատ հրեաների գիտեմ, որոնք պարտադիր չէ, որ համաձայն լինեն Նետանյահուի հետ, բայց երբեք ոչ մի բան չեն ասի իրենց երկրի դեմ։ Je me souviens de ce bal de mes 20 ans et de notre bonheur d'être ensemble, tandis que chacun de vos cheveux blancs annonçait déjà un cimetière de printemps. Պատրիկ, վերադառնամ Մայրիկ ֆիլմին, որտեղ ցեղասպանության ճանաչման եւ արդարադատության հարցը առանցքային է։ Զուգահեռ անցկացնելով հարցնեմ, կարող է արդյոք քաղաքական բարեկամություն, հարաբերությունների պրագմատիկ կարգավորում իրապես գոյություն ունենալ առանց հիշողության պահպանման պահանջի եւ Թուրքիայի կողմից գոնե ճանաչման նախանշանների։ Արդյոք սա սայլը ձիուց առաջ դնել չէ։ Non, parce que tu as employé des mots qui ne sont pas des mots. Ոչ, որովհետև դուք օգտագործեցիք բառեր, որոնք երբեք գոյություն չեն ունենա մեր հարաբերություններում։ Մենք երբեք թուրքերի հետ ընկերներ չենք լինի, բայց ոչ ոք մեզանից չի էլ պահանջում ընկերներ լինել։ Մեկ անգամ եւս ասեմ, այսօր քաղաքական առևտրային հարաբերությունները բարեկամություն չեն պահանջում։ Նայեք, Թուրքիայի օրինակը կբերեմ, բայց Եվրոպայի հետ։ Թուրքիան Եվրոպային պատանդ է պահում, ավելի շատ ներգաղթյալներ չթողնելու համար։ Եվ ինչ է անում։ Դրա հետ մեկտեղ նաև փող է պահանջում ու մենք տարես ենք։ Լավ, այս իրավիճակը կարող էր աղետալի լինել, կարող էինք ասել, որ աղետալի է, կարող էինք որոշել պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, բայց այդպես չէ։ Եվ մենք ֆրանսիացիներս երբեք թուրքերի հետ ընկերներ չենք լինի, չենք կարող ընկերներ լինել, կարող ենք ունենալ առևտրային հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ, տարբեր բաներ, առանց պարտադիր ընկերներ լինելու։ Այնպես որ ոչ, մենք չենք ասում, համենայն դեպս ես չեմ կարծում, թե մենք կդառնանք թուրքերի լավագույն ընկերները, բոլորովին։ Այնպես որ Սայլն ու Ձին այստեղ տեղին չեն, Սայլն ու Ձին դրանք դիվանագիտական եւ հնարավոր առևտրային հարաբերություններն են, որոնք թույլ կտան որոշակի ժամանակ շահել, որպեսզի Հայաստանը լավ վերականգնվի։ Prendre un certain temps pour que l'Arménie se reconstruise bien.
Մայրիկ ֆիլմն ավարտվում է կուրորեն հիշողության պահպանման եւ փոխանցման նոտայով։ Թուրքիային ձեռք մեկնած Հայաստանի քաղաքականության համատեքստում, եթե 2025 թվականին մի վերջաբան գրեիր, ապա ինչպես կպատկերացնեիր Ազատ Զաքարյանի կերպարի, այսինքն ձեր եւ ձեր հոր ալտեր էգոյի ներքին երկընտրանքը։ Un soulagement de dire qu'aujourd'hui, Թեթևացում, ասել, որ այսօր կարծում եմ ամբողջ աշխարհը եւ ես մարդկանց մասին եմ խոսում, խաղաղություն է ուզում, որ խաղաղությունն իր գինն ունի, ինչպիսին էլ այն լինի, բայց մենց խաղաղությունն է, որ մենք ուզում ենք։ Մենք չենք կարող մի արտահայտություն կիրառեմ, քանի որ ինչպես տեսնում եմ, սիրում եք արտահայտություններ օգտագործել։ Մենք չենք կարող եւ գայլին կուշտ պահել եւ ոչխարը ողջ մնա։ Ժամանակ է գալիս, երբ ընտրություն պետք է կատարել։ Մեր ընտրությունը կարող է մեզ տանել պատերազմի, եւ եթե դա ճանապարհն ընտրենք, ես համոզված եմ կկործանվենք։ Իսկ մյուս ընտրությունը կարող է մեզ խաղաղություն բերել, եւ որպեսզի դա տեղի ունենա, պետք է զիջումների գնալ իհարկե։ Մեր արած զիջումները քիչ թե շատ մեծ են կախված երկրի ուժից, բայց երկրի ուժը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում։ Այսօր իմ գաղափարն այն է, որ Հայաստանը պետք է քիչ-քիչ ուժեղանա բոլոր մակարդակներում, որպեսզի կարողանա մի փոքր ավելի կշիռ ունենալ։ Իսկ ամենակարևորը խաղաղությունն է, կամ խաղաղություն, կամ պատերազմ, ինչպես կուզեք։ ou la paix ou pas la guerre, comme tu veux. Նախընտրության հարց է։ Լավ, իսկ ինչով է այսօր զբաղված Պատրիկ Մալաքյան ռեժիսորն ու արվեստագետը։ Écoute, je suis sur plusieurs projets, je développe. Մի քանի նախագծերի վրա եմ աշխատում։ Մի պրոդյուսերի համար հեռուստաֆիլմ եմ մշակում, մի քանի մասից բաղկացած սերիալ նկարահանելու շուրջ բանակցություններ եմ վարում եւ փորձում եմ նաեւ մի կոմիքս ադապտացնել ֆիլմի համար, որի գործողությունները ի դեպ մասամբ կծավալվեն Ֆրանսիայում, մասամբ Հայաստանում։ Եվ մի բացառիկ նորություն հայտնի։ Աշխատում եմ Մայրիկ ֆիլմը մյուզիկլի վերածելու վրա։ Ինչպես միշտ Արման Ջուլհակյանի հետ եմ աշխատում։ Սա արդեն աշխատանք էլ չէ, ընտանիք ենք դարձել։ Հիանալի է, իսկ ինչի մասին է այդ կոմիքսը։ Ah, c'est un thriller très noir sur. Ախ, դա շատ մռայլ թրիլլեր է։ Մի ֆրանսիական զույգի պատմություն, որի կինը հայ է։ Նրանք իրենց մեռամիսն անցկացնելու են գնում Հայաստան, եւ ողբերգություն է տեղի ունենում։ Նրանք վերադառնում են եւ փորձում մոռանալ այդ ողբերգությունը, բայց ցավոք այն նրանց հետապնդում է։ Mais malheureusement, ce drame va les rattraper. Եվ դու ես սցենարիստը։ Alors, oui et non, puisque Դե c'est adapté du համ roman. այո եւ համ ոչ, քանի որ այն ադապտացված է կոմիքսից։ Մշակում եմ մեկ այլ սցենարիստի, Բեռնար Ժանժանի հետ միասին։ Իսկ երբ կտեսնենք այդ աշխատանքի արդյունքը։ Դե գիտես, ես ցավոք այնպիսի մասնագիտություն ունեմ, որը լիովին անկանխատեսելի է եւ կարող է տևել ինչպես 2 շաբաթ, այնպես էլ 2 տարի։ Այո, իհարկե, իսկ ինչ վերաբերում է Մայրիկի հնարավոր շարունակությանը։ Mais ça, c'est autre chose. Բայց դա լրիվ այլ բան է։ Դա նախ եւ առաջ իմ ցանկությունն է շարունակել կենթանի ներկայացումներ բեմադրել, որովհետեւ շատ եմ սիրում բեմադրություններ անել։ Եվ հետո մնայում է, քանի դեռ արհեստական բանականությունը մեզ ամբողջությամբ կուլ չի տվել, դա հնարավոր չի փոխարինել։ Այնպես որ ես ունեմ այս սերը կենթանի ներկայացման հանդեպ, հանդիսատեսի հետ շփման հանդեպ, բեմում աշխատող արտիստների հանդեպ, ինչը ստեղծագործման միանգամայն այ գործընթաց է, ֆինանսավորման լրիվ այլ գործընթաց, որը բարդ է, քանի որ մեզանում մյուզիկլ բեմադրելը մեծ ֆինանսներ է պահանջում, այնպես որ դա էլ ժամանակ կպահանջի։ Առավելությունն այն է, որ բովանդակությունը գիտենք, ինչը դիտելու ցանկություն լառաջացնի, որովհետև ինչպես ասացի, մենք իհարկե խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, բայց ամենից շատ խոսում ենք ինտեգրման մասին, ինչը հատկապես արդեական թեմա է, այնպես որ կապրենք կտեսնենք։ Je te tiendrai au courant. Շնորհակալություն, եւ ես առաջինը կլուսաբանեմ այն։ Իդեպ քո ձեռքին հայերեն տառեր նկատեցի։ Ինչ է այնտեղ գրված։ Իմ դաջվածքները։ Այո, դաջվածքները։ Alors, Դե այս կողմում հայրս է, հայկական ծագմանք։ qui est d'origine arménienne, donc. Մի կյանք։ Իսկ այս կողմում մայրս է, որը ֆրանսուհի է, եւ գրված է մի հնարավորություն, որովհետեւ ես հավատում եմ, որ մենք ունենք միայն մեկ կյանք եւ մեկ հնարավորություն։ Հիանալի է, ուրեմն պետք է վայելել։ Շատ շնորհակալ եմ, սիրելի Պատրիկ։ Իսկ կա մի բան, որ կուզենայիր հավելել։
J'espère simplement que l'évolution qu'il y a, parce qu'on est toujours en évolution. Ես պարզապես հույս ունեմ, որ այն էվոլյուցիան, որն ընթանում է աշխարհում, կստիպի ամբողջ Սփյուռքին եւ հատկապես Ֆրանսիայի Սփյուռքին, որովհետեւ ակնհայտորեն դա է ինձ ամենաշատը հուզում, գիտակցել, որ երկրի հետ համերաշխ լինելը չի խանգարում կողմ կամ դեմ լինել կառավարության որոշումներին, դա է ամենակարևորը, եւ որ այսօր հենց դա է մեզ հարկավոր։ Պետք է կարողանանք համերաշխ լինել մեր երկրի հետ, բայց դրա դիմաց երկիրն էլ պետք է հասկանա Սփյուռքին, նրա գործելավոճը։ Այսինքն, պետք չէ կիրառել ամերիկյան մեթոդը, որն ասում է, դա այնտեղ այդպես է աշխատում, ուրեմն ամենտեղ նույն ձևով կանենք։ Ոչ, ֆրանսիական Սփյուռքը բացարձակապես չի գործում ռուսականի նման, որն իր հերթին չի աշխատում ամերիկյանի կամ արգենտինականի նման։ Յուրաքանչյուր երկրի հայկական Սփյուռք այլ կերպ է գործում։ Այնպես որ պետք է դա հաշվի առնել եւ պետք է իսկապես դռներ բացել եւ ոչ միայն խոսքով, որովհետեւ կարծում եմ Սփյուռքը հսկայական դեր ունի խաղալու հենց այս երկրի հզորացման գործում, անկախ կառավարությունից։ Justement dans le renforcement de ce pays, quel que soit le gouvernement. Merci beaucoup. Շատ շնորհակալ եմ, Պատրիկ։ Ես եմ շնորհակալ, Հասմիկ։ J'avais le plaisir d'interviewer le Իմ հյուրը ռեժիսոր, պրոդյուսեր Պատրիկ Մալաքյանն էր։ Ցտեսություն։